Նոր կառավարության ձևավորումը ձևական բնույթ կկրի, կարծում են ազատամարտիկներ Ալեք Ենիկոմշյանը եւ Գագիկ Գինոսյանը։ Նրանք վստահ են, Հայաստանում իրավիճակ կարող են փոխել միայն քաղաքացիները իրենց պայքարով։ Ծիծաղելի եմ իշխանությունից սպասել ինչ-որ լուրջ բան, եթե պետությունը, իշխանությունը չունի զարգացման ռազմավարություն։ Մտավորականներ Լևոն Իգիթյանն ու Ռուբեն Բաբայանը նոր վարչապետի նշանակումից մեկ ենթադրություն կարող են անել։ Նոր կառավարությունից շատ բան չպետք է սպասել։ Իշխանությունների կողմից բարվող քաղաքականությունը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին հիմք է տալիս ասել. Արավ խոսողը չի կարող երկրի զարգացումով զբաղվել, հավատացեք, միանշանակ։ Սնանք ճանաչված հին Երևանի սեփականատեր Մանվել Դերղազարյանը այսօր եւս մեկ անգամ նշել է, որ ինքը պատրաստ է Յունիբանկին վճարել ոչ թե 7.5 միլիոն դոլար, այլ 2.8 միլիոն դոլար։ Գործարարի խոսքերով իրեն նման մեծ գումարներ պարտադրելը միայն մեկ նպատակ էր հետապնդում։ Շենքը իր աշխարհագրական դիրքով չունի համարժեք։ Եվ այն հնարավորությունը, որ բանկին տրվել էր հնարավորություն տիրանալ, ինքը բաց չթողեց այդ հնարավորությունը։ Հայաստանում զատիկի տոնին սպառվում է 10 միլիոն ձու, եւ այս տարի ձվի դեֆիցիտ չի լինի։ Այսօր խոստացավ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։ Այս տարի զատիկի տոնը նշվելու է ապրիլի 20-ին։ Բարեբախտաբար մենք այսօր մեր թշնաֆաբրիկաներում կուտակված կա արտադրված ունենք մենք նույնքան ձու դրավել։ Ուսանողների այսօրվա դասամիջոցն իրականացվեց պարերի ներքո։ Այս տարի լրանում է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակը, որի առթիվ ԵՊՀ ռուս բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը փոքրիկ անակնկալ մատուցեց։ Խորհուրդը նախաձեռնել էր ֆլեշմոբ, որը տևեց ընդամենը մի քանի րոպե։ Մասնակիցների շապիկների վրա գրված էր 20 թիվը։ Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը։ Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարճ ճեպազրույցի ժամանակ խնդրեց լրագրողներից ժամանակ իր բոլոր մտահոգությունները հայտնելու համար։ Ըստ նրա Տիգրան Սարգսյանը ամեն ինչ արել է տնտեսական բարօրությունն ապահովելու համար։ Նոր վարչապետը ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը բարեկեցիկ կյանքով չեն ապրում եւ կառավարության առաջնակարգ խնդիրը մարդկանց բարեկեցությունն ապահովելն է։ Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ կառավարությունում սպասվում են ամեն տեսակի փոփոխություններ։ Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը գնդապետ Արտակ Բուդաղյանն է։ Այդ մասին է հայտարարել Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ներկայացուցիչը։ Թեպետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ տարածվում էր 2013 թվականի համաներում կիրառելու մասին ազգային ժողովի որոշումը, սակայն Բուդաղյանը չի համաձայնել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի եւ համապատասխան դիմում չի գրել։ Երեկ Ռուսաստանի խնդրանքով հրավիրվել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչ Չուրկինը բողոքում էր, որ Ուկրաինայի արևելքում իշխանությունը ապստամբների դեմ ուժ է կիրառում։ Ի պատասխան դրա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերը ըստ էության հայտարարել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչը ստում է եւ հենց այդ երկիրն է անկարգություններ հրահրում եւ զինված մարդկանց ուղարկում Ուկրաինա։ Նույնատիպ ելույթներով հանդես են եկել նաև Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրալիայի ներկայացուցիչները։ Օրվա լրահոսը։ Նոր վարչապետի նշանակումը ժողովրդի սրտով է լինելու Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի այս խոսքերը որքանով իրականացան։ Նոր վարչապետի նշանակումը ոչ միայն Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի սրտով չէ, այլև նա ընդհանրապես սպասելիքներ չունի Հովիկ Աբրահամյանից։ Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում մենք ունեինք վարչապետ, որը չակերտավոր բարեփոխիչ էր, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում ինքը մի անձնավորություն է, որը պետք է իրականացնի ամենակարևոր գործառույթը ժամանակ շահի, իսկ այդ ժամանակը շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ նրա առաջնորդին ճակերտավոր ձեռքերը եւ ոտքերը կապի։ Ինչպես Հովիկ Աբրահամյանը հայտնվեց վարչապետի պաշտոնում, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի կիսում այն տեսակետը, թե պարոն Աբրահամյանի նշանակման հետևում կանգնած է Ռուսաստանը։ Ռուսաստանը ունի այնպիսի լծակներ Հայաստանի վրա, որ անձիկ այստեղ մեծ դերակատարություն չունել։ Պարոն Նավասարդյանը կասկած չունի, որ նոր վարչապետի նշանակման հարցում ամենամեծ ազդեցությունը ունեցել է հայաստանյան օլիգարխիկ վերնախավը, որը այսօր բնականաբար անհանգստացած է, որը խուսափում է ցանկացած ցնցումներից եւ այդ առումով ընտրված
անձը Հովիկ Աբրահամյանը ինքը երևի եղածներից առավելագույնս կարող է մարմնավորել կայունության հեռանկարը։ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար էլ բոլորովին անակնկալ չէր Հովիկ Աբրահամյանի նշանակումը, իսկ նախկին վարչապետի Գրան Սարգսյանի հրաժարականը նա չի կապում ոչ իշխանական քարյակի գործունեության հետ։ Ակնհայտ էր, որ ինչ-որ պահի պետք է զոհաբերվի վարչապետը, քանի որ երկիրը, գիտեք, վերջին 6 տարիների ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Հայաստանում իշխանությունը երբեք չի պատկանել ժողովրդին։ Այսօր արձանագրեցին 5 տասնյակից ավելի հասարակական գործիչներ ու մտավորականներ։ Միջին թվաբանական հայաստանցին ասում է, «Էս էր հա ձեր ժողովրդավարությունը, 5000-ով ընտրություններ կաշտալ մարդուն։ Չենք ուզում այդ նման ժողովրդավարություն»։ Հասարակական գործիչներն այսօր կլոր սեղանի շուրջ էին հավաքվել պետականության առջև ծառացած մարտահրավերները քննարկելու։ Նրանք նույնիսկ ավելորդ համարեցին նոր վարչապետի նշանակման քննարկումը։ Երկրում ստեղծված իրավիճակի հիմքերը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով դրվել են 90-ականներին։ 93 թվականին ստեղծվեց երկապահ կամավորական շարժումը։ Իրականում դա ոչ թե Ղարաբաղյան ճակատամարտի մարդկանց սոցիալական կարիքներ հոգալու համար էր, այլ անօրինական զինված խմբավորում իշխանությունը պահելու համար։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները իրավապաշտպան Արտուր Սաքունցը համարում է յուրաքանչյուր հային ուղղված մարտահրավեր։ Խնդիրների համար նա մեկ լուծում ունի՝ բոլոր ոլորտներում մոնոպոլիզացիայի վերացում։ Նա ցավով արձանագրում է, Հայաստանում մենաշնորհված է անգամ հոգևոր դաշտը։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է այսօր մեր խոչընդոտներից մեկը իր ակնհայտ մոնոպոլ կարգավիճակով, որը սերտաճած է քաղաքական իշխանության հետ։ Ինչպես երկրում վերականգնել ժողովրդավարություն նախքան հարցին պատասխանելը Լևոն Բարսեղյանը հիշեցրեց. Հայաստանը մի երկիր է, որի պետական ունեցվածքը թալանված է, որտեղ գնդակահարում են փողոց դուրս եկած խաղաղ ցուցարարներին։ Այս իրավիճակում ինչ եք սպասում։ Իսկ Արտուր Սաքունցը որպես իշխանության ձախողված քաղաքականության արդյունք համարեց Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի անունից արված հայտարարությունը եւ խոստացավ պայքարել մինչեւ վերջ։ Ուզում եք անվանել Մայդան, ուզում եք անվանել շուկա։ Այս խնդիրը արդեն այս պահին որպես առաջնահերթ նշանակության հարց մեր օրակարգում կա։ Կառավարության կազմում կմնա նա, ով լավ է աշխատել եւ ում կցանկանա Սերժ Սարգսյանը, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս մասին տեղեկացրեց պաշտոնապես ներկայացվելուց հետո։ Մենք որևէ կողմնորոշում, որևէ տեխնացուի նկատմամբ չունենք, եւ ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակեն իրենց պարտականությունների կատարումը։ Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակմանը երևանցիները տարբեր կերպ են արձագանքում։ Այդպես կարելի է փողոցի ցանկացած մեկին բերել, եթե գիտենք, որ Սերժ Սարգսյանի հետ մոտիկա ինչ-որ կապեր ունեն, հարաբերություններ, փողոցից ցանկացածին վարչապետ։ Սրանից հետո ամեն ալիգարխը մտածի, որ ինքն էլ կարող է լինել վարչապետ։ Մենք պետք է դեպի լավը գնանք, չէ՞ ոչ ենք հետ գնա։ Սպասելիքները եւս տարբեր են։ Ոչ մի, ավելի վատ, քան Տիգրան Սարգսյանը, նա ավելի, այստեղ նա ավելի կիրթ էր։ Սպասում ենք, որ բարեփոխումներ կլինեն, ոչ մի ակնկալիք։ Ով էլ լինի, նույնն է լինի։ Անկեղծ ասած որևէ սպասելիք չունեմ ոչ մեկից։ Ոնց կարելի է այդպիսի կոռուպցիոն մարդուն, որ ազգային ժողովը քիչ էր, հիմա էլ վարչապետ, մնում է պրեզիդենտ դառնում։ Էդ էլ ու պրտ։ Կառավարությունը կձևավորվի 20-օրյա ժամկետում։ Կոսմետիկ, բայց ոչ քաղաքական փոփոխություններ։ Լավագույն դեպքում սա կարող են ակնկալել արտախորհրդանական ուժերը Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունից։ Պարզապես արձանագրենք, որ ասենք կիթառին փոխարինեց դհոլը։ Հովիկ Աբրահամյանը ըստ երևույթի մարմնավորում է այն լճացումը, որը տեղի ունենում մեր երկրում արդեն տարիներ շարունակ։ Եթե Տիգրան Խզմարյանը կարծում է, որ Հայաստանում իրական ընդդիմություն չկա, ապա Միքայել Հայրապետյանը պնդում է, որ երկրում ընդհանրապես ինքնուրույն քաղաքականություն չի տարվում։ Ինչ հանձնարարվում է մետրոպոլիայից, Մոսկվայից, այն էլ կատարվում է այստեղ։ Ընդդիմության ղեկավարը եւ իշխանության ղեկավարը նույն մարդն է, Սերժ Սարգսյանը։ Նա մեծ հմտությամբ պահում է այդ վանդակում կամ այդ փոսում եւ բոլոր կուսակցական եւ քաղաքական ուժերը եւ ընդդիմությունը, այդպես որ որևէ տարբերություն չկա։ Մինչ ոմանք խոսում են թե քաղաքական ամռան մասին, Տիգրան Խզմարյանը պնդում է Հայաստանում ցրտաշունչ քաղաքական ձմեռը չի ավարտվել։ Արտախորհրդանական ուժերն իրենց քաղաքական գարունը եւ ամառն են առաջարկում։ Երբ Հայաստանը հիրավի անկախ երկիր դառնա եւ ստեղծվի 4-րդ հանրապետությունը, այսինքն մենք չլինենք մոսկովյան գաղութ։ Հեղափոխություն պետք է լինի։ Մեզ մոտ ձմեռ է, քաղաքական ձմեռ։ Մեզ մոտ այդպես էլ մնաց 2008 թվականի
մարտի 1-ը։ Օրանի շահառու 75-ամյա Աիդա Մնացականյանը հարդարվում է այսօր բեմ է բարձրանալու երգելու համար։ Մինչ այդ եւս մեկ պատասխանատու գործ ունի, պատրաստվում է հարցազրույցի։ Ես ավարտել եմ Կիրովականի երաժշտական ուսումնարանը, ընդունվել եմ կոնսերվատորիա։ Օրանի երգչախումբն այս համերգին պատրաստվել է փետրվար ամսից։ Երգերի ընտրության հարցում տարաձայնություններ չեն եղել, ասում է Տարեթ Շահառուն։ Այսօր ես երգելու եմ աղջկա երգը։ Ինձ համար միշտ թանկ իմ հարազատ զուլալգետ։ Տիկին Այդան Երևանի կենտրոնի բնակիչներից էր, Գերակաշա անվան տակ զրկվեց Արամի փողոցի իր տնից, այսօր ապրում է Վարձակալած բնակարանում։ Օրանի շահառուներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, սակայն բոլորին համախմբում է սոցիալական ծանր վիճակը։ Մինչ թող գարունները գան ու չգնան խորագրով համերգի մեկնարկը, մեզ հաջողվեց զրուցել շահառուներից մի քանիսի հետ։ 84-ամյա Միխայել Զինովյևը թեև չի կորցրել իր տունը, սակայն արդեն 14 տարի է Օրանի շահառու է, առաջին հերթին ջերմության եւ շփման կարիք ունի։ Շատ լավ մեզ նանգում են Օրանում շատ հոգատար են մեզ նկատմամբ։ Շահառուների նկատմամբ հոգատարությունը եւ ուշադրությունն Օրանում գլխավոր նախապայմանն է, վստահեցնում է բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովանիսյանը։ Ոչ թե միայն ֆիզիկական իրենց հոգսերն են հոգում, ասենք ուտելիք, հանգստություն տալով իրենց, բայց թերևս ավելի մեծ հոգեկան սնունդ են ստանում Օրանում, շատ սեր են ստանում։ Երևանում Օրանի Տարեթ շահառուների թիվը հասնում է 50-ի, կազմակերպությունն իր կենտրոնն ունի նաեւ Վանաձորում, որի Տարեթ շահառուների թիվը հասնում է մոտ 30-ի։ Հայաստանի 13-րդ վարչապետի նշանակումը քննարկվում էր նախորդ ողջ շաբաթվա ընթացքում, նշվում էին տարբեր թեկնածուներ, չնայած հենց սկզբից հիմնական թեկնածուն Հովիկ Աբրահամյանն էր, որը ավելի շատ, քան Տիգրան Սարգսյանը, ընդունելի է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գործարարների համար։ Իսկ մնացածի կարծիքը կրում է հիմնականում ֆոնային, լրացուցիչ բնույթ։ Ինչպիսի վարչապետ է լինելու Հովիկ Աբրահամյանը, օրվա գլխավոր թեման։ Ով է Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի վարչապետը թե ազգային ժողովի նախագահը։ Մինչև 5 օր կարող է լինել ազգային ժողովի, համարվել ազգային ժողովի նախագահ։ Դավիթ Հարությունյանը համաձայն չէ, որ Հովիկ Աբրահամյանն այս պահին համատեղում է ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնները։ Օրենքով ամեն ինչ տեղի չի ունենում ակնթարթորեն։ Ըստ պարոն Հարությունյանի օրենքը նախատեսել է հետեւյալը՝ պաշտոնի նշանակման հետ կապված սկսվում է նախկին լիազորությունների դադարեցման գործընթաց։ Հավանաբար նրա տեղականներից մեկը կստորագրի արձանագրությունը, այստեղ որոշման խնդիր չկա, արձանագրությունը լիազորությունների դադարման մասին եւ այն ուղարկի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Պարոն Սահակյան, Հովիկ Աբրահամյանը ինչ պաշտոն է զբաղեցնում։ Այս պահին Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Իսկ ով է ազգային ժողովի նախագահը, որի պաշտոնից Հովիկ Աբրահամյանը հրաժարական դիմում դեռ չի գրել։ Այս պահին տեղակալներից մեկը ժամանակավոր պաշտոնակատար կլինի։ Գալուս Սահակյանն այսօր խոսել է նաև թե ինչպես է պատկերացնում ԲՀԿ-ի տեղը նոր կառավարությունում, ԲՀԿ-ի հետ բանակցությունները պարոն Սահակյանը գնահատում է կառուցողական։ Պարտադիր չէ, որ կոալիցիա լինի, կոալիցիա չի լինելու, ասում է Նաիրա Զորաբյանը, բայց կառավարության ծրագիրը հետաքրքրելու է ԲՀԿ-ին։ Մեկ բան հստակ է, այդ ծրագիրը չպիտի լինի Տիգրան Սարգսյանի տխրահռչակ կառավարության ծրագրի շարունակությունն։ ԲՀԿ-ն սպասելու է թե ինչ ծրագիր է ներկայացնելու Հովիկ Աբրահամյանը, բայց ոչ մասնակի, ոչ էլ ամբողջական պատասխանատվություն չի պատրաստվում կրել պարոն Աբրահամյանի կառավարությունում։ Կոալիցիա օրակարգում չկա, հիշեցնում է Միքայել Մելքումյանը, բայց քաղաքական կուրսի փոփոխություն պետք է։ Մենք գտնում ենք, որ պետք է սպասենք, որպեսզի նոր կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը։ ԲՀԿ-ն իր ծրագիրն ունի, սպասելու են, որպեսզի հասկանան Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ունի ցանկություն իրականացնել ոչ թե հանրապետականի, այլ ԲՀԿ-ի ծրագրերը։ Կարևոր է այս երկրում իրոք փոփոխություններ լինեն, թե ով է իրականացնում, էական չի մեր համար։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը դեռևս հանրապետական Հովիկ Աբրահամյանին չի շնորհավորել վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Կարծում եմ, որ պետք է շնորհավորել, ոնց կարող է չշնորհավորել։ Հովիկ Աբրահամյանի նշանակումով քարակի ծրագրերը չեն խախտվել, վստահեցնում են դիմադիր Ռուբեն Հակոբյանը։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ մի լավ բան չի կարող անել, որովհետև քաղաքական համակարգը պետք է փոխվի, ոչ թե անձերը։ Համակարգը ինքը հակացուցված է որևէ նորմալ արմատական որակական փոփոխություններ իրականացնել պետության մեջ։ Առաջիկայում քարակը կհավաքվի եւ կփորձի միասնական օրակարգ ձևավորել նոր իրավիճակին համապատասխան։ Մի բան փաստ է, առանց ամբողջական իշխանափոխության լավ չի լինելու։ Իդեպ Հովանես Մելքումյանը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ ապրիլի 28-ի հուժկու հանրահավաքը տեղի չունենա, կտեղափոխվի մեկ այլ օր։ Հայաստանում վարչապետները սովորաբար լինում են երկու տիպի՝ տնտեսագետ մենեջերներ եւ քաղաքական գործիչներ։ Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարփենյանը եւ Տիգրան Սարգսյանը անկախ իրենց վաստակից եւ դրական կամ բացասական գործերից դասվում են առաջինների շարքին։
Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը քաղաքական դեմքերի շարքում են։ Քաղաքական դերակատարությունը նախատեսված նաև Հովիկ Աբրահամյանի համար։ Կառավարությունը նույնպես ձևավորվելու է հենց այդ քաղաքական նկատառումներից ելնելով։ Խոսվում է 3 տարբերակների մասին՝ կոալիցիոն կառավարություն, որը գրեթե բացառված է, անդիմության պատասխանատվություն որոշակի ոլորտների համար, որը տեսականորեն հնարավոր է, եւ կառավարությունում անդիմության մասնակցության իսպառ բացակայություն, որը ամենահավանականն է, բայց նույնիսկ այս տարբերակի դեպքում ԲՀԿ-ն եւ նրա տրամադրության տակ գտնվող լրատվամիջոցները ինձ թվում է այլևս նույն կրքով չեն քննադատելու կառավարությանը եւ անձնապես վարչապետին, ինչպես որ դա անում էին վերջին տարիներին։ Այս առումով ձևավորվելիք կառավարությունը ավելի բարենպաստ պայմաններում է լինելու, քանի որ չի ենթարկվելու քարոզչական ուժեղ հարվածների։ Նոր վարչապետը նաև չի հայտարարի չափից դուրս ամբիցիոզ ծրագրերի մասին եւ կկենտրոնանա բնակչության սոցիալական վիճակի վրա։ Թե որքանով այդ վիճակը կհաջողվի բարելավել դժվար է ասել, չափից դուրս շատ են գործոնները, որոնցից այդ վիճակը կախված է։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը։ Պարոն Արսենյան, ինչ ակնկալիքներ դուք ունեք Հովիկ Աբրահամյանի կառավարությունից։ Պարոն Աբրահամյան, ասեմ ձեզ, որ մեր համար էական փոփոխությունների ակնկալիք չկա, մի բարձ պատճառով։ Կարծում եմ, որ իմ կարծիքն է, քանի դեռ կառավարության ծրագիրը մենք չենք քննարկել, տեղի ունեցել ընդհանրապես, այսպես ասենք, փաթեթային, փաթեթի փոփոխ, բովանդակային փոփոխության մասին խոսք չկա, որովհետև երբ որ ուսումնասիրում ենք, ասենք օրինակ ուղերձը, որով Հանրապետության նախագահը Հովիկ Աբրահամյանին ներկայացնելուց հնչեցրեց, այդ ուղերձը նույն ձևաչափի մեջ է, որով գործել է նախկին կառավարությունը եւ որևէ էական, առանցքային, թիրախային նոր բաներ այս կառավարության առջև չեն դրվել։ Դա իմ արտաքին ու առաջին տպավորությունն է, այսպես ասեմ։ Կարելի է արդյոք կանխատեսել, որ մասնավորապես ԲՀԿ խմբակցությունը ավելի մեղմ վերաբերմունք կունենա այս կառավարությանը, քան նախորդին։ Այս կառավարության գործունեության նկատմամբ մեր խմբակցության քաղաքական դիրքորոշումը կախված է լինելու առաջին այս կառավարության ներկայացած ծրագրից եւ երկրորդ հերթին իր կողմից իրականացվող գործողություններից։ Հասկանում եմ, որ հասարակության մեջ կա որոշակի մտորում, հաշվի առնելով, ասենք, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի բարեկամական որոշակի կապերը, սակայն ուզում եմ մեր լսարանին հիշեցնեմ մի թեզ, որը որ տասնյակ անգամ տարբեր ամբիոններից իր հրապարակային ելույթների ժամանակ հնչեցրել է պարոն Ծառուկյանը, որ մեր համար որևէ նշանակություն չունի ծանոթը բարեկամը քավորը խնամին եւ մեր համար շատ կարեւոր է, որպեսզի եթե խնդրի լուծում կա, ապա խնդրի լուծումով զբաղվի ամենամասնագետ եւ ամենաարժանավորը։ Այս ցիտեցի պարզապես պարոն Ծառուկյանի տասնյակ անգամ հնչեցրած այդ թեզը։ Իմաստուն է արդյոք, որ ինչ որ ոլորտների պատասխանատվություն ստանձնեն այլ կուսակցություններ։ Գիտեք ինչ, իմ կարծիքով դա քաղաքական խորամանկության ներմուծում է Հայաստանի քաղաքական կյանք, որովհետև հնարավոր չի լինել, ասենք, մասնակի պատասխանատվության կրող քաղաքականության մեջ, կամ զբաղվում ես խնդիրների լուծմամբ, ծրագրի իրականացմամբ, կարելով ամբողջական պատասխանատվությունը, կամ չես զբաղվում դրանով։ Այդ մասնակի դրսևորումը, մասնակի պատասխանատվություն, մասնակի մասնակցություն, դա հայկական քաղաքական մտքի նորամուծությունն է, բայց կարծում եմ, որ այդ նորամուծությունը պայմանավորված է պարզապես, որպեսզի քողարկի քաղաքական կառույցների հստակ դիրքորոշում արտահայտելու վճռականությունը։ Դա, ոնց ասեմ, միգուցե դա կարա լինի, բայց իմ գնահատականը հետևյալն է, դա քողարկում է, այսպես ասենք, ծպտյալ բաժնետեր լինելու հանգամանք է։ Շնորհակալություն։
Իմ զրուցակիցն Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը։ Սիսիանի տարածաշրջանի Դարբաս համայնքի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման խնդրի առաջ։ Գործընթացին մեծապես խոչընդոտում է գյուղի ճանապարհը, որը տանում է մինչև Հարևան գյուղ։ Շամբից մինչև գյուղը ժամից ավել տևում է մինչև գալիս են, քանդված, կրյատակ, այդ լեգկովի մաշինիկ вообще չեն գալիս։ Շամբն ու Դարբասը հարևան բնակավայրեր են, որոնք ընդգրկված են մեկ համայնքում։ Սիսիանից մինչև Շամբի խաչմերուկ մոտ 10 կիլոմետր ճանապարհը նորոգվել է 2012 թվականին պետբյուջեի միջոցներով։ Դարբասի բնակիչները պետք է հասնեն Շամբ իրենց մթերքը մարզկենտրոնի շուկա հասցնելու համար։ Չի վաճառվում։ Անբարեկարգ տանիքով շենքի վերջին հարկում ապրելն ալավերցիների համար իսկական պատիժ է, հատկապես առատ տեղումների ժամանակ մարդկանց կյանքի բնականon ռիթմը խախտվում է։ Առաստաղն ու պատերը խոնավանում են, վնաս հասցնելով ոչ միայն բնակարանին, այլև տանտիրոջ առողջությանը։ Ալավերդու ջրավազան թաղամասի թիվ 60 շենքի վերջին հարկում բնակվող Վարդիթեր Ծատինյանը անձրևներից վնասված իր տան պատերը նոր է վերանորոգել, սակայն առաստաղը կրկին հասցրել է խոնավանալ։ Այդ ոնց է որ 10-15-20 տարվա սարքած շենքերը վերանորոգում են տանիքները, իսկ 62 թվի սարքած շենքը խիչ են վերանորոգում։ Շենքի ներքևի հարկերում բնակվողներին տանիքի վիճակը չի անհանգստացնում այնքան ժամանակ, մինչև անձրևաջրերն իրենց տուն չեն հասնում։ Իսկ դա հազվադեպ է լինում եւ այդ հանգամանքից օգտվելով բնակիչները հրաժարվում են մուծումներ կատարել։ Ալավերդու քաղաքապետարանում հավաստիացնում են, որ այս տարի տանիքների վերանորոգման նպատակով գումար են հատկացնելու, սակայն յուրաքանչյուր ընտանիք պարտադիր պետք է համաներդրում կատարի։ Խնդիրը այստեղ ավելի շատ բնակիչների մոտ սեփականատիրոջ զգացում արտնասնելն է, որ վերջի հաշվով իրենք զգան, որ իրենց սեփականության բարելավմանի համար 5-10 հազար դրամ են ծախսել։ Բուլղարիայի, Սլովենիայի, Լեհաստանի, Վրաստանի ու եւս մի քանի երկրներից գյուղական համայնքներում աշխատող երիտասարդ փորձագետները ժամանել են Հայաստան։ Նրանք պատրաստվում են իրենց փորձը փոխանակել Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդներին։ Փորձագետներն արդեն հանդիպել են Թումանյանի տարածաշրջանի Աքորի, Մեծայրումի, Քարինջի եւ Աղթալայի երիտասարդության հետ։ Վերջիններս որպես հիմնախնդիր ներկայացրել են աշխատանքի եւ ժամանցի բացակայությունը։ Արդեն իսկ կատարվել են ուսումնասիրություններ, սոցիոլոգիական եզրակացություններ են իրականացվել, որոնք որ ներկայացվել են։ Մենք տեղացի երիտասարդներին առաջարկում ենք սպորտային մեթոդներ։ Կոնկրետ այս մեթոդը մենք կիրառում ենք նաև մեզ մոտ Բուլղարիայում։ Կազմակերպում ենք ֆուտբոլային մրցաշարեր տարբեր գյուղերի հավաքականների միջև։ Սա ոչ միայն լուծում է երիտասարդների ժամանցի խնդիրը, այլև առողջ ապրելակերպ է քարոզում։ Իմ երկրում էլ խնդիրը նույնն է։ Մարդիկ տանը նստած սպասում են օգնության, որը հաստատ չի գա։ Մարդիկ իրենք պետք է ոտքի կանգնեն եւ փորձեն գտնել իրենց խնդիրների լուծումը։ Չնայած ճարտարապետ Լևոն Իգիթյանը պնդում է, որ մտավորականները չպիտի փողոցային առևտրականների նման իրենց առաջարկեն իշխանություններին, խորհրդային շրջանում նրանք հենց այդպես էլ վարվում էին, առաջարկելով իրենց ծառայությունները եւ ստանալով դրա համար պարգևներ ու պաշտոններ։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Կանակ մկրացրողների պես ես փողոցներում անգանք ասում մենք ձեզ պետք չէ։ Պետք ենք հրավիրենք։ Ձերք մեկն եք։ Կանակ մկրացրեն, կանակ